Իսկ ով պետք է ընդուներ ու տեղում չէ ներողություն։ Շատ եկեք տեսեք։ Ես նամակ գրեք։ Եվ Ադրբեջանում ինձ ավելի շուտ են ընդունել նույն այդ ԱԱՑ-ը, քան այստեղ Եվրամիության գրասենյակը։ Ես պետք է հասկանամ վերջապես, մենք կարող ենք պատահել հարձակում ենք կազմակերպել։ Եվ ընդհանրապես Եվրամիությունը այսպես է մարդու իրավունքները պաշտպանում, երեխայի, այսպես գնացեք, նամակ գրեք, հեռախոս թողեք, տանենք, բերենք, այսպես են իրենց մոտ մարդու իրավունքները պաշտպանվում։ Ճիշտ ասած մենք հասցեական Այստեղ բազմաթիվ մարդիկ կան, ինչ դժվար էր, որ մեկն ու մեկը ընդուներ մարդկանց, լսեր իրենց հարցերը։ Տիկին Ալավերյան տպավորությունը այնպիսին է, որ չցանկացան ձեզ տեսակցել, թե ինչ։ Դա տպավորություն չի, դա համոզմունք է, որ փաստորեն իրենք արհամարած ունեն եւ այն ինչ որ տեղի են ունում Հայաստանում, այն է քաղաքացիական հասարակության ամբողջական ոչնչացումը, դա հենց արվում է Եվրամիության ոչ թե համաձայնությամբ, այլ մեծ օժանդակությամբ։ Այսինքն եթե ժամանակի Նայեք Եվրոպայի խորհուրդը գրեթե 20 տարի զարգացնում էր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը տարբեր ուղղություններով, կանանց իրավունքների, երեխաների իրավունքների, խոշտանգումների դեմ պայքար, իրավունքի գերակայություն, կանանց իրավունքներ եւ այլն։ Հիմա Եվրամիությունը արդեն շարունակ 8 տարի է ոչնչացնում է այն բավականին արդեն կայացած քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում կան։ Ես պետք է ձեզ ասեմ, մենք օրինակելի կազմակերպություններ ունեինք հասարակական եւ համաշխարհային մակարդակով, երբ որ լինում են կոնֆերանսներ, միշտ օրինակ էին բերում, որովհետեւ հասարակական կազմակերպությունները անցնում էին ինչ որ սեմինարներ, այդ նույն NGO կենտրոնը մեզ սովորացնում էր ինչպես գրագետ աշխատել։ Մենք աշխատել ենք դա։ Հիմա պարզվում է այդ մասկի շոուն բոլորը նրա համար էր, որ իրենք այդ տարիների ընթացքում փնտրում էին այն թիմը, մեկ հավաքագրել են այն թիմը, որոնք ոչ թե ազգային շահ եւ այլն կամ եվրոպական համամարտկային արժեքներ, դրանք հավաքագրել են այն անձանց, ովքեր պատրաստ են ուղղակի ծառայելու իրենց տվյալ դեպքում հավաքական արևմուտքի ամենապղտոր նպատակներին։ Ես չեմ կարծում, որ այդ նպատակները օգնելու են Եվրոպային եւ ընդհանրապես արևմուտքին զարգանալ, խիստ հակառակը։ Իրենք հիմա փորում են փոս, որի մեջ իրենք ընկնելու են, բայց կներեք, ես իմ սիրտս ինչքան էլ իրենց համար ցավա, ես պետք է անշուշտ ասեմ նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, Եվրամիության ղեկավարությամբ ուղղակի ոչնչացվում են բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք ժամանակին եւ հիմա փորձում են պայքարել մարդու իրավունքների բոլոր տեսակի իրավունքների համար։ Եվ դա է նպատակը հիմա եւ դա է այս պատասխանը, որ մարդ չկա։ Իհարկե մարդ չկա Եվրամիության ներկայացությունում Հայաստանում մարդ չկա, մարմիններ են, ու այդ մարմինները չեն կարողանում մեզ ներել, որ մենք դեռ շնչում արտաշնչում ենք, խոսում ենք, արտահայտվում ենք։ Տիկին Ալավերդյան, մեկ ճշգրտում, հիմա ասում եք պղտոր նպատակներին ամեն դեպքում տպավորությունը այնպիսին է, որ Եվրոպան պայքարում է ռուսական ազդեցության թուլացման դեմ Հայաստանում, իշխանություններն էլ հենց այդ պայքարը այդ գույներով են ներկայացնում, այսպես կոչված հավաքական արևմուտքին։ Ի վերջո, ուր է գնալու այս պայքարի հեռանկարը, սա իսկապես ռուսական գործակալների որս է, թե ոչ։ Շնորհակալություն։ Ուրեմն Ռուսաստանի դեմ եւ դրա թուլացման գործընթացը արևմուտքի կողմից ընթանում է անցած դարի սկզբից։ Բայց մենք չենք ունեցել այս խայտարակ վիճակը, ինչու՞, որովհետև երկրում երբևէ չի եղել այդ աստիճան ինչպես ասեմ, հակահայկական, հակաժողովրդական, հակապետական այսպիսի քաղաքականություն վարող այսպիսի թիմ։ Իրենք հավաքագրել են, ես կրկնում եմ, 20 տարի շարունակ մենք
Ես էլ եմ աշխատել միջազգային հանրության հետ, մենք գրանտներով այո ստացել աշխատել ենք, բայց պարզվում է, որ այդ ամբողջ ժամանակը իրենք ոչ թե զուտ նպատակ էին դրել, որ զարգացնեն հասարակական կազմակերպությունները, այլ խախալում էին, գտնում էին այն թիմը, որի հետ կսկսեն աշխատել, ինչին դրանք ասել են հենց 15 թվականից սկսած ԿՊ կուսակցությունը ստեղծվել է 15 թվականի մայիսին, հենց այդ ժամանակներից իրանք ակտիվ գործ են տանում, որ կրկնում եմ, ուղղակի ոչնչացնեն, զրոյի տեղ դնեն Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը եւ օգտագործեն միայն տարածքը, այո, այդ թվում Ռուսաստանը թուլացնելու համար։ Ժամանակին դեսպան կար, որ դատավարությունների էր մասնակցում։ Այո։ Հիմա այստեղ մենք գործ ունենք կնոջ հետ, գործ ունենք նրա ընտանիքի նաև ճակատագրի հետ, բայց բոլորը լռում են, ընդ որում նաև բողոքի հնարավորությունից են զրկում, ձգձգում են, հա, Չգներեք էլի, նրանք չեն լռում, գիտեք, այդ լռությունը ավելի բարձր է հնչում, քան եթե նրանք ձևական մի հայտարարություն անեին։ Խնդիրը հետևյալն է, ոչ միայն իրենք չեն գործում, այսինքն անգործությամբ ոտնահարում են մարդու իրավունքները Հայաստանում, տվյալ դեպքում խոշտանգման դեպք են տեղի ունենում տիկնոջ եւ իր երեխաների վերաբերյալ, դա հստակ դաժան վերաբերմունք է եւ դա այս ամբողջը ոչ միայն իրենք ղեկավարում են եւ խրախուսում են, նրանք դոսիե են հավաքում այս իշխանությունների դեմ եւ նրանք պարտադրելու են իրենց անել անահավորը միշտ ցույց տալով իրենց, որ նայեք, հա, մենք ունենք ձեր դեմ այսպիսի դեպքեր, այդպես չի, որ նրանք պասիվ են, իրենց պասիվությունը զուտ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ է, մնացածը ինֆորմացիա հավաքել, աշխատել տակից, ամբողջովին այդ ստվերային աշխատանքի մեջ ես համոզված եմ, ունեմ այդ փորձը, ճանաչում եմ այդ փորձը եւ ուսումնասիրել եմ այդ փորձը եվրոպական տարբեր պետություններում, այսօրվա օրով մենք ունենք սուբյեկտությունից զրկվող միջազգային իրավական սուբյեկտությունից զրկվող Հայաստան եւ դա հնարավոր չէր լինի, կրկնում եմ, Ռուսաստանի դեմ պայքարը գնում է անցած տարի սկզբից եւ երբ որ աշխարհաքաղաքականություն տերմինն է ընդհանրապես առաջացել, բայց այսօր դա աննախադեպ է, որովհետեւ իրենք երիկրում հանձինս այս իշխանությունների, որոնք իշխանությունը հասկանում են միայն խանություն եւ իրենք ունեն իրենց գործընկերը եւ դրա համար է այս ամենը տեղի ունենում։ Հնարավոր չէր լինի այս ամենը, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները կանգնած լինեին պետականության, հայկական պետականության, հայ ժողովրդի եւ ազգային շահերի կողքին եւ դրա համար պայքարեն, դա հնարավոր չի, դրա համար սա նոր մարտահրավեր է եւ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպությունների փնտրել ու գտնել, թե այդ ինչ ձևերով մենք պետք է աշխատենք, որ կարողանանք հաղթահարենք ամբողջովին Հայաստանի Հանրապետության պատմության, ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ այս իրավիճակում։ Thank you.